Տոհմածառը անսահման մեծանալու է, քանի որ իմ կարծիքով հայ ազգը լինելու է անսահման եւ վերջ չունի։ Մինչև վերջ աճելու է։ Աճելու է, մեծանալու է։ Ինչքան որ ես։ Ես նկարել եմ ծառ, տեսնում եք, որ այստեղի բունը մեծ է ու նվազել է, որովհետև արդեն քչացել են հայերը, բայց դա չի նշանակում մենք, որ վերջանալու ենք, ուղղակի քչացել ենք եղևնի ժամանակ, այս մասը պատկերված է մի քիչ տխուր դիմակ, որ եղևնի կոտորածների ժամանակ, իսկ այս փոքր պատից ճեղքվել է մի դիմակ, որը ցույց է տալիս մեր ապագան, իսկ այս ծառը գնալով նվազում է, մի քիչ ինձ թվում է ճյուղերն են հենց որոշում, որ ավելանում են, դա նշանակում է, որ մարդիկ ավելանում են իրենց գերդաստանում, դա էլ հենց նշանակում է տոհմածառ, օրինակ չէի հասկանա, եթե տոհմածառը չներ ծառի միջոցով, այլ օրինակ պատի միջոցով, որովհետև անհասկանալի կլներ, ու ճիշտ որոշում է, որ տոհմածառի ճյուղերը ավելանում են, դա նշանակում է, որ մի գերդաստանում մի երեխա է ավելացել կամ մի զավակ ավելացել է։ Բունը ծառի խորհրդանշում է ներկան, այսինքն մենք ենք, իսկ տերևները դա ապագան է, որ պատմությունը անցյալից սնուցում է դեպի ապագան, այսինքն առանց անցյալի ապագան չի կարող լինել։ Պետք է խորհրդանշի 1915 թվականի եղերնը, մորուկի տեսքով է ներկայացված նկարում, ուրեմն իսկ աչքը խորհրդանշում է, որ աչքից արդյունք է կաթում եւ այդ վիշտը ընդհանուր գալիս է ամբողջ աշխարհի վրա եւ Հայաստանը, Արցախը եւ Արևմտյան Հայաստանը մի փոքր էսկոմ անջատված, կարծես դա էլ է խորհրդանշում։ Իսկ այս սև ծառը, որ ինքը բարձրացել է իրան, բայց իրենքը արյունով հեղեղվել է ամբողջ աշխարհը, կարծես թե այդ վիշտը պատել է, որովհետեւ ինչու պետք է լիներ ցեղասպանություն, այն էլ 20-րդ դարում։ Ես չէի ուզում նկարել ինչ-որ սենց բառերով, ինչ-որ ընտանիք, ես նկարեցի մեր ամբողջ ընտանիքին, ամբողջ Հայաստանին, երկրին, ես ընդգծեցի դրա մեջ մեծ հայքին, արևելյան և արևմտյան տեղերին, մեր ներկայիս Հայաստանին, Ղարաբաղի հետ, և Երևանին և իր բոլոր մարզերին։ Շատ լավ կաղապար է տոհմածառը, միջավայրն ալ բավական օգնում է, որ այս տարիքին երեխեքը մի քիչ խորացած է սկսի մտածել դոհմի մասին, արմադի մասին, ինքնության մասին, մեր մշակույթի մասին, եւ մենք ուրախ ենք, որ կարողանում ենք աջակցենք այսպիսի ծրագրի, որ կարողանում է իր լուման ունենա ներդրելով, պատրաստելով ավակա մտածող, մտավորական, հասկացող, ինքնությունը սիրող, հայ լինել սիրող սերունդ։ Հազարավոր երեխաներ, թե Երևանից եւ թե մարզերից, ինչպես նաեւ Սփյուռքից միացել են մեզ, իրենց կոչը այս անգամ արդեն տոհմածառի թեմայով նկարներ իրականացնելու եւ շատ ուրախ եմ, որ գալիս են ուրեմն հայտնի նկարիչներ նույնիսկ իրենց թորնիկների հետ եւ ամրացնում են իրենց ուրեմն տոհմածառը թե թղթերի, ինչպես տեսնում եք նաեւ շատ գեղեցիկ փայտե ծառերի վրա։ Ես միայն ուրախ եմ, որ այսօր մասնակիցների թիվը միայն ավելանում է եւ տարեց տարի կարողանում ենք ավելի լայն ծավալով թե Սփյուռքի եւ թե մարզերի երեխաներին ընդգրկել այս հրաշալի միջոցառմանը։ Ես
ես նկարել եմ տոհմածառ եւ իմ տոհմածառը նշանակում է թե ինչ է կատարվել առաջ մեր երկրի հետ, որ կոտորել են եւ իսկ հետո ես արել եմ թե այդ ջարդի կոտորածից հետո նա նորից ծաղկել է